Քանի դեռ այստեղ հիմա քննարկում է, որոշ բանկեր արդեն 585-ով են վաճառում դոլարը։ Այսինքն Ես ձեզ կարող եմ ավելի ասել, ոչ թե 550-ով են վաճառում, կարող ավելի շատ էլ վաճառել։ Կամ չէ, վաճառելու մի բան կարող եմ հստակ ասել, բանկային ցանկացած հաշիվներ ունեցող քաղաքացիների համենայնպես դրամական փոխանցումների նրանց հետ կապված խնդիրները որևէ մի սահմանափակում չկա։ Դոլար դրամային արժանապատվության շուկայում տեղի է ունենում որոշակի խոճապային իրավիճակը։ Ես 100% կարող եմ ասել, տատանումներ անկախ որևէ բանից ինքը նորից իջնելու է, բայց պարզապես ինչ գործիքակազմ են կիրառելու։ Այսինքն դե գիտեք ինչ կա, ինչքան ճիշտ է, դու ժամանակատված ասեք, ես մոտավորապես ենթադրություն ասեմ։ Ենթադրություն կատարել այս ոլորտին, որտեղ կախված է հազարավոր գործոններից, ես չեմ կարող ասել։ Ինչն է պատճառը, որ այդ գործիքակազմը մինչև հիմա չէր կիրառվում, ինչի թողեցին, որ այս վիճակին հասնի։ Նոր մտածում են, թե ինչ գործիքակազմ է։ Վայ, շատ բարդ հարց եք տալիս, ասեմ ես քեզ, իսկ ինչու օրինակ ասենք համաշխարհային շուկայում տեղի ունենում այս պրոցեսներ։ Օրինակ ասենք ինչ Հնդկաստանի բանը, ասենք գումարը իջել է։ Բայց այդ ալիքը միշտ արտարժույթ ինչի է իջի օրինակ ասենք։ Այդ դուք ունենք ասեք Ինդոնեզիային ինչի է իջել, ես կարող եմ ասել։ մեր չափ չի, չէ, մեր Չէ, չես կարող, չեմ կարող ասել, չեմ կարող ասել, չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Օրինակ ես գիտեմ, օրինակ ասենք մեր կողքի հարևան երկրում։ Հարևան երկրում 1.75 էր, թռավ հասավ 1.98, թռավ հասավ 2.22, 1 դոլարը լարի հետ կապված։ Հետո իջավ 1.2, հետո իջավ մի օրվա մեջ 1.90, հիմա 1.85 է։ Քաղաքական կամքի բացակայություն կամ անկարողություն։ Դե արդեն տեսնում եք, որ արդեն սկսում եք արդեն ուրիշ հարցեր տալ։ Խանութները սկսել են արդեն դոլարով ապրանք վաճառել, դրա իրավունքը ունեն։ Բնականաբար ոչ։ Այսօրվա դրությամբ կարող են սկսեն դոլարով վաճառել, այսօրվա իրավունք ասենք կարող է միանգամից 3 անգամ գինթ հանգացնեն։ Դրա համար կարգավորման խնդիրներ կա։